Բարի լույս բոլորին։ Վերջի զանգ ենք պատրաստվում, Դիանա ժամը 6-ից գնացել է արդեն, մենք հələ տանն ենք, բայց հեսա պետք է արագ ելնեմ պատրաստվեմ, որ ես էլ գնամ։ Անկեղծ ինձ հոգնած եմ, երախեք չեք պատկերացնի, բայց պետք է գնամ։ Խոսքով հիմա արագ պատրաստվում եմ, որ տանից դուրս գանք։ Միգրաֆոն չի, դա միգրաֆոն չի, դա ես չգիտեմ ինչ է։ Ապա մեկ է ուներս եմ մտցնում դեր աշկրել է այսենց։ Լավ, շնորհակալ եմ։ Հետև մի նայեք, մենք պատրաստ ենք արդեն։ Մամայիս մազերը շատ սիրուն է եղել, իր մազերը երկարել է։ Մի խոսքով լավ, մենք պատրաստ ենք ուշանում ենք գնացին։ Որդ մենք արդեն պատրաստ, ստերնից դուրս գալուց ինչքան ժամանակա վիդեո չի արել Դիանա's ծաղիկների, իրեն ասենք, որ ծաղիկ չունենք իր համար։ Մի խոսքով արդեն իջնում ենք, կրունկնավի 3 ժամ հազիվել իջնեմ ես։ Լավ։ Հարգելի ներկաներ, սիրելի ուսուցիչներ, ծնողներ և դպրոցական ընկերներ։ Այսօր մենք հավաքվել ենք այս հրապարակում մի պահի համար, որ այլևս երբեք էլ չի կրկնվի։ Մեր դասարանը փակում է այս հարազատ կրթահամալիրի պատմության վերջին էջը։ Մենք այս 5 շենքի ամենավերջին շրջանավարտներն ենք։ Հայրն է, որ եպիրս ես, սուրբ և սյանքով, և ես միանքայությունքով, և ես իլքան, որպես եպիրս ետևի, այս մած մեհանավազ որպես մեզ այսօր, և որպես մատուցներ, որպես մենք որումերով պահանանած, ես իտանիվես մեզ է կորսություն արկրնյաց ու իքարեն, զինքոյ արկայություն է ժուրություն, և աղոտից է վերջացում։ Իմաստության ստիպը յուրոց երկյուրն է, որ բարի անջար է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդում են նրան գործերով, իսարվելով իրենց մամները, 12 ամյա ուսումնառության և դաստիարակության։ Իմա Սոնա ջան, ինչպես է քո տրամադրությունը։ Անգլերեն շում։ Դիան, քո տրամադրությունը ոնց է։ Անգլերեն շում։ Քոնը ոնց է։ Քոնը ոնց է։ Երեխեք դուք ոնց եք։ Լավ եք, հիշում եք ձեր անգիրները։ Այո։ Ապրեք, սա։ Հələ։ Սիրելի շրջանավարտներ, հարգելի ուսուցիչներ և ծնողներ, այսօր շարժեք օր է, որ և դպրոցական տարիներ։ Այս պատերը տասնամյակներ շարունակ լսել են ձեր տան շնիցիցաղը, ձեզ ճանապարհում են այժմ մեծ կյանք։ Իսկ արդեն հաջորդ ուսումնական տարի, ինչպես նշեց Ինկեր Զաքարյանը, մենք նոր դպրոցում, նոր ողանջով և նոր եռանդով կսկսենք մեր ուսումնական գործունեությունը։ Թող այս խորհրդանշական անցումը դեպի նորը ձեզ համար է դառնա նոր, ավելի լուսավոր ու բարեկեցիկ կյանքի։ Մեր շփիթների մեջ կա մեր որը դրություն, որը խոսում է ավելի բարձր, քան ցանկացած բան։ Մենք այսօր այստեղ ենք։ Կարող ենք ստանալ նաև ապահովման, որովհետև կային իրան։ Նրանք, ովքեր իրենց բարոյը նվիրեցին մեր խորհրդանիշին, նրանք, ովքեր իրենց լուսավոր ներկան զոհաբերեցին հանուն մեր վաղվա լուսավորությունը։ Մեր հերոսները չեն հեռացել, նրանք պարզապես վերացել են մեր երկնքի անքուն աստղերի և մեր հողի անքանների։
եւ մի փոքր հնչում է ձեր վերջին սանը, որը խորհրդանշում է ոչ թե այլոք Տարբեր շարժակ նա ապրել է ձեր հոգսերով, խաչելով լինել ոչ միայն Քրիստու պահանջորդությունին, այլև ավակ հնկեր, հուսալի հենարան և հոգատար ծնով։ Նա գիտի ձեզնից յուրաքանչյուրի բնավորության թաքնված կրթությունները, ձեր ամենահամարձակ երազանքներն ու այն ներուժը, որը դեռ պիտի բացահայտեք ու ծաղկեցնեք մեր կյանքում։ Այսօր նրա համար թերևս ամենահուզիչ ու պատասխանատու պահն է, տեսնել սեփական սաներին այսքան հասուն, գեղեցիկ ու կայացած։ Նշանակում է տեսնել իր տարիների անքուն աշխատանքի անսահման նվիրումի և սիրո լավագույն պտուղները։ Սա նրա հաղթանակն է, որ այսօր կանգնած է ձեր դեմքերին հայտնված շպիզների տեսքով։ Իսկական դասակի համար աշակերտը երբեք չի դառնում նախնի։ Դուք միշտ մնալու եք նրա սիրելի երեխաները, ում հայրերին նա հետևելու է հայտնիցին և ում հաջողություն։ Տարիներ շարունակ խնամում է իր տնկիները, սպասելով այն օրվան, երբ նրանք ծաղկեն պտուղնա։ Այսօր իմ այգեհոգի պահն է։ Արդեն այստեղ հնչեցին ամենաջեր մաղթանքներն ու ուղղության լուսավոր խոսքերը։ Եղան ներդասարանի հուսալի հենակցություն, դպրոցի ամենաբարձրահասակ տղան, ով իր հասակին համապատասխան մեծ սիրտ ու բարություն ունի։ Նա օժտված է դրանում հումորով և դիրասիրությամբ, բայց միևնույն ժամանակ տիրապետում է ներքին սսվածությամբ իր տաքարյունությունը երբեք չվերածելով կռվի։ Եղավը բացառիկ հարգալից է ուսուցիչների հանդեպ և ուշադիր իր յուրաքանչյուր խոսքի նկատմամբ։ Նրա նպատակասլացությունն ու սեփական դժվարությունները նորությամբ հաղթահարելու կարողությունը վկայում են կայացած և ուժեղ ակնկալության մասին, ով երբեք գոռոզ չէ և միշտ պատրաստ է լսելու դիմացինին։ Բուռն ծափահարություններով ներս ենք հրավիրում մեր առաջին շրջանավարտին, Եղամին։ Եվ անդադար աշխատել իրենց երազանքների ետևից գնալու համար։ Սոնան մեր դասանի այն պայծառ ու դրական էներգիան է, ով իր ներկայությամբ միշտ վստահություն է ներշնչում շրջապատին։ Նրա լրջությունն ու պատասխանատվության զգացումը զուգակցում է նուրբ հումորի ու ընկերասիրության հետ։ Նա մարմնավորում է ժամանակակից հայուհու կերպարը, խելացի, դրդանկատ և հաստատակամ։ Բուռն ծափահարություններով ներս ենք հրավիրում մեր սիրելի ու նպատակասլաց Սոնային։ Ինչը նրան դարձնում է չափազանց հաճելի ու բովանդակալից զրուցակից մտերիմ միջավայրում։ Նա խոսքի մարդ չէ, այլ գործի, և երբ հարազատ մարդ հայտնվում է անելանելի վիճակում, հրաչն առաջինն է ձեռք բերվում ու իրական լեցուկ դառնում, առանց ավելորդ աղմուկի։ Բուռն ծափահարություններով ներս ենք հրավիրում մեր երրորդ շրջանավարտին։ Եկեք մեզ հրավիրենք մի աղջկա, ում ներքին կամքն ու ամրությունը պարզապես հիացնում են։ Դիանան այն մարդն է, ով կյանքի բոլոր մարտահրավերներին պատասխանեց ու
սպան ու շգիտող, ու այսօր այստեղ է, ավելի ուժեղ ու ավելի պայծառ, քան երբևէ։ Նա մեր դասանի այն ամուր թիկունքն է, ով երբեք չի դավաճանի ընկերոջ վստահությունը եւ ում մոտ ամենակարևոր գաղտնիքներն անգամ ապահով է։ Դիանան կարող է շատ չխոսել իր ծրագրերի մասին, բայց բոլորս գիտենք, եթե նա մի բան մտքին դրեց, ուրեմն վերջ, նա կհասնի իր ուզածին, ինչքան է ճանապարհը բարդ լինի։ Նա այն ընկերն է, ով նեղ պահին առաջինը կողքիդ կլինի, առանց ավելորդ հարցերի ու բառերի։ Եկեք բուռն ծափարություններով ներս հրավիրենք մեր 4-րդ շրջանավարտին։ Դες տոպիկ բարեկամ, փոքրություն անցնող եք, իսկույն սվորտություն հավաքում ենք ձեր այվենարանների եջերից, մնայուն է։ Մենք էլ էինք ժամանակի շտաբնքում, երազում ենք շուտ մեծանալ, բայց այսօր կտայինք ամեն ինչ, որ աջակնեցնող դասերից գոնե մեկը, որից կստեղ։ Դպրոցը միայն պատեր ու դասագրքեր չեն, սա մի սրբավայր է, որտեղ ձեր օգուտները կրթվում են այնպես, ինչպես մշակվում է թանկարժեք քարը։ Միշտ տնջացեք դժվարություններից, այն ամենը, ինչ այսօր ձեզ բարդ է թվում, վաղը դառնալու է ձեր ամենամեծ առավելություն։ Դե ինչ մեր մեծ ու լուսավոր ընկերն է, ժամն է բացելու այն դուռը, որից այգը սպասում է ձեզ մեծ աշխարհը, մենք այսօր ձեզ տեսնում ենք վերջին անգամ, որպես աշակերտ, բայց միշտ այս բառը ձեզ կտեսնենք, որպես մեծարու մարդիկ։ Մենք կսպասենք այն օրվան, երբ ձեր անունները կհնչեն հպարտությամբ, երբ ձեր հաջողությունների մասին կխոսեն բոլորը, եւ այդ ժամանակ թոքիկներս շփիտով կասենք. Գիտեք, մենք նրանց ճանաչում ենք, մենք նրանց ձեռքը բնած ուղեկցել ենք իրենց վերջին դասում։ Ձերը ծնվում է այնտեղ, որտեղ կա նվիրում։ Սիրեք ձեր ուսուցիչներին, որովհետև նրանք ձեր հոգու այգեպաններն են։ Սիրեք ձեր կողքին նստող ընկերոջը, որովհետև նա ձեր կյանքի վկան է լինելու։ Եվ ամենակարևորը սիրեք այս տունը, որը թևեր է տալիս ձեզ թռչելու համար։ Մենք հիմա հեռանում ենք, թողնելով ձեզ մեր մանկության արձագանքները այս միջանցներում։ Մենք ձեզ ենք վստահում մեր սիրելի անկյունները, մեր գրատախտակները եւ այս անկիսը խազանդայինը։ Դարձեք ասանին շավակներ մեր դպրոցի համար։ Բարի եւ ձեր սիրելի շրջանավարտներ։ Մենք այնքան ենք երազում մեծանալու եւ այս բարենացը, բայց հիմա եթե եկել այդ պահը, ու մենք մի փոքր եկարան։ Ներ առաջ մենք այստեղ եկանք իսկ փոքր հայերով, այսօր կանանց ենք նույն դեմում, բայց ավելի վստահացում։ Այս դպրոցում մենք սովորեցինք Այն պարզապես հիշեցնում է, որ ժամանակն է շարժվել առաջ, բայց որտեղ էլ գնանք, միշտ ճանապարհ ընտրենք, մենք մեզ հետ կտանենք այս դասարանների լռությունը, մեր ընկերների շփիթները եւ այս պատերի ջերմությունը։ Այս պահին մենք չենք ասում հրաժեշտ, հարազատանը հրաժեշտ չեն տալիս։ Մենք ասում ենք Պահերից մեկը այն օրն է, երբ առաջին անգամ դարձանք աշակերտ։ Փոքրիկ էին, անհոգ, մի քիչ համաչկոտ, բայց անսահման հետաքրքրասեր։ Ամեն ինչ թվում էր նոր կախարդական։ Դասասենյակը, գրքերը, գրատախտակը, նույնիսկ զանգի ձայնը։ Մենք դեռ չէինք հասնել որակը ուսումնայության մեջ։ Թող ձեր ջերմությունն ու բարությունը շարունակեն լուսավորել նոր սերունդների ճանապարհը։ Ծառայությունները
երբ բոլոր ուսուցիչները մեր կողքին էին։ 5-րդից 8-րդ դասարաններում մենք այդ կարևոր ճանապարհը անցանք ձեզ հետ, որպես մեր ավագ ընկեր, մեր դասներ։ Եվ հիմա այսօր ավարտելով այստեղ ուզում ենք շնորհակալություն հայտնել ձեզ, որ մեր կողքին եք եղել։ Շնորհակալ ենք։ Եվ այդ հիշողությունները կապված են նրանց հետ, ովքեր միշտ մեր կողքին են եղել։ Այդպիսի մարդ մեզ համար մեր սիրելի դասատու ընկեր Սարգսյանն է։ Ընկեր Սարգսյան, ուզում ենք մի քանի ակնթարթով լինեք մեր կողքին, որպեսզի մեր դպրոցական ընտանիքը լինի էլ ավելի լիարժեք։ Երախտագիտության, որն անհնար է արտահայտել բառերով։ Կտրեք այդ ժապավենները որպես խորհրդանի շայնվանի, որ դուք բաց եք թողնում երեխաների, բայց միայն հպարտությամբ ու հավատով դրանց ապագայի հանդեպ եւ այն համոզմունքով, որ դրանց մոտ ամեն ինչ կստացվի։ Դուք իմ անփոխարիններիներն եք, դուք
իմ առաջին, այսպես ասած, որպես դասղեկ, իմ առաջին հավեսն է։ Ինչպես ես եմ միշտ ասում, իմ ոգի։ Դա երբեք չի փոփոխվի, ու ես ցանկացած հարցում վստահ եմ, որովհետև գիտեք, ես օրը 24 ժամ ձեր համար հասանելի եմ, անգամ դպրոցից հետո, երբ որ դուք ավարտեք, ոչ մի բան չի փոխվելու մեր մեջ։ Էլի որ հարցով որ գրեք, որ հարցով որ զանգեք, ընկեր Սարգսյանը, ինչպես ես ավակ ընկեր, հարազատ, չգիտեմ, լավ ընկեր, միշտ ես պատրաստ եմ, օրը 24 ժամ իմ համար ձեր համար հասանելի է, ու միշտ պատրաստ եմ ձեր կողքին լինելու։ Բարով գնանք, բարի երբ բոլորի։ Եթե տնօրենը դպրոցի տեսլական ոգին է, ապա տնօրենները նրանց արգելակն են և աշխատանքային ամենօրյա ռիթմի երաշխավորը։ Դպրոցի հենց այդ տարիներին մենք զգացել ենք ձեռքերակի տարբեր հաճախականությունները։ Դպրոցի մեր առաջին տարիներին դետոր էինք ստանալու դպրոցի կանոնների, մեզ ուղեկցում էին մեր վաստակաշատ փոխտնօրեններ, ընկեր Ասատյանն ու ընկեր Խաչատրյանը։ Նրանք դպրոցական կարգապահության և հաստատուն արժեքների անհավատաճ պահապաններն էին։ Իրենց ընդգծված խստությամբ նրանք մեզ սովորեցին արժևորել դպրոցի դերն ու հասկանալ, որ ամուր հիմքն է ապագա հաջողությունների գրավականը։ Դուք տարիներ շարունակ օր-օրի մեզ տվեցիք ոչ միայն գիտելիք, այլ ծրտի մի կտորը։ Դուք մեզ սովորեցրեցիք տարբեր բարի չարի։ Շնորհակալ ենք մեր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներին, ընկեր Խաչատրյանին, ընկեր Վարդանյանին և ընկեր Միրզոյանին։ Մեզ սովորեցիք սիրել և գնահատել հայերենը և հասկանալ, թե ինչպես սովորական մի բառ կարող է բացատրել մարդու ամբողջ աշխարհը։ Շնորհակալություն, որ ձեր շնորհիվ նրանց մասին, ովքեր մեր կյանք վերածեցին բանաձևերի ու թվերի մեծ աշխարհ։ Մեր մաթեմատիկայի ուսուցիչներ ընկեր Խաչատրյանն ու ընկեր Սանցիրյանը։ Շնորհակալ ենք, որ ստիպում եք ապացուցել աներկել։ Մենք դեռ երկար կհիշենք, թե ինչպես էինք
փորձում ապացուցել, որ եռանկյունը հենց եռանկյուն է, եւ դա մեր աչքին հանած էլեկտրական է։ Կարևոր իրադարձություններ, ինչպիսի կան։ Շնորհակալ եմ մեր պատմության ուսուցչուհիներին, Գերզատիկյանին եւ ընկեր Մինասյանին։ Դուք մեզ համար պատմությունը չդարձրիք ուղղակի անվիրանալիզներ կամ տարիքներ։ Այս սովորեցիք հասկանալ դեպքերի պատճառն ու իրադարձությունները։ Դուք մեզ շնորհակալ եմ, որ դուք պատմել եք մեզ հետաքրքիր դժվարներ ու ով մեր ոչ միշտ ներդաշնակների մեջ անգամ կարողանում են ինչ-որ երաժշտական մեղեդի գտնել։ Շնորհակալություն, որ մեր դասերը անցնում էին թեթև ու հետաքրքիր եւ երբեմն նաեւ բանակականներով լի, նույնիսկ մեր ոչ այդքան ստեղծված կատարումների հետ մեկտեղ։ Եվ շնորհակալություն իմ կյանքի առաջին երկու գնահատականի համար, որը շատ արագ հիշեցրեց, որ խելոք չունենալու դեպքում երաժշտությունը կարող է դառնալ մի փոքր ավելի խիստ։ Լաբորանտին եւ կազմակերպիչ ընկեր Վարդանյան, ընկեր Գրիգորյան եւ ընկեր Արաքելյան։ Դուք ձեր լուր եւ հետեւական աշխատանքով ապահովել եք դպրոցի առօրյա ընթացքը։ Շնորհակալ եմ մեզ միջոցառումներում օգնելու, դպրոցի առօրյա ընթացքը ապահովելու, գործնական եւ փորձարարական աշխատանքներում մեզ օգնելու եւ մեզ միշտ աջակցելու համար։ Հաղթարել փոքր ու մեծ դժվարությունները։ Եղել եք մեր կողքին, երբ ունեցել ենք փոքրիկ կամ ուղղակի լսողի կարիք։ Շնորհակալ եմ, որ եղել եք մեր կողքին։ Երբ եկան դպրոցն այս նոր, անծանոթ ենք ու չգիտեինք որ, հարազատ ենք գալնալու, Սանդամիտ են, չիմացան ինչպես դարձանք մի ընդ
մեր ճանապարհները մի փոքր բաժանվում են։ Տղաները կգնան ծառայության, պաշտպանելու հայրենիքը։ Աղջիկները սովորելու, շարունակելու ուսումը, աշխատելու, կառուցելու իրենց ապագան։ Կփոխվի մեր առօրյան, կփոխվի մեր հանդիպումների հաճախականությունը։ Եվ այն ամեն ինչ տարիներ շարունակ սովորական էր թվում, կդառնա քանքիշողություն։ Բայց մենք որքան էլ հեռանանք, ձեր հոգատարությունը չի պակասելու։ Ձեր անհանգստությունը մեզ հետ է լինելու մեր յուրաքանչյուր քայլում, ձեր սպասումը մեր յուրաքանչյուր վերադարձի պահին, ձեր հպարտությունը մեր յուրաքանչյուր հաջողության մեջ։ Դուք կհպարտանաք այն ժամանակ, երբ ձեր որդիները կանգնած կմտնեն հայրենիքի սահմանին, իսկ ձեր աղջիկները վստահությամբ կշարունակեն իրենց ապագան, կառուցելով իրենց կյանքը։ Մենք հեռանում ենք դպրոցից, բայց ձեզանից չենք հեռանում։ Ձեր տված դաստիարակությունը, ձեր ջերմությունը, ձեր սերը, մեր հետ են լինելու մեր յուրաքանչյուր քայլում։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել ձեզ այս տարիների համար։ Որն այս տարիներին մեր համար եղել է ստեղծագործական մի ուրույն աշխարհ։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել արվեստի դպրոցին, ընկեր Միրզյանին, մեր երգի ու բարի նվիրյալ ուսուցչուհիներին, ընկեր Հովհաննիսյանին ու տիկին Թերեզային, ովքեր մեզ սովորեցրեցին զգալ լիքը ու մեղեդի, բացահայտել մեր մեջի շնորհն ու դառնալ ավելի ինքնավստահ։ Ձեր շնորհիվ արվեստի դպրոցը մեզ համար դարձավ մի միջավայր, որտեղ մեզ միշտ ստիպված ու սպասվածություն հասցրեց։ Առանձնահատուկ շնորհակալություն հայտնում եմ Տերի Տերենցային, ով մեզ սովորեցրեց, որ ավելի կարևոր են հոգևոր արժեքները, քան կողմնակի ինչ-որ բաները։ Շնորհակալ ենք ձեզ, որ մեզ սովորեցրեցիք ճանաչել մարդկանց ավելի լավը։ Այո, շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր սիրելի ուսանողներին։ Բարև ձեզ։ Ինձ համար է մեծ պատիվ է լինել այստեղ։ Ընդհանրապես որպես այս դպրոցի շրջանավարտ։ Ես ինչ եմ ցանկանում մեր շրջանավարտներին, որ նրանք լինեն խոհեմ, չվախենան դժվարություններից, միշտ իմանան, որ կյանքը դաժան պայքար է, այդ պայքարում հաղթում են միայն ուժեղները, իսկ ուժեղության չափանիշը, ցուցիչը դա գիտելիք։ Ես շփվում եմ երիտասարդների հետ, ուսանողների հետ, անկեղծորեն ասած մի հզոր սերունդ է մեծանում։ Տարեստարի փոխվում է նոր արժեհամակարգով, նոր իմացությամբ։ Եվ նույնը ես ցանկանում եմ մեր այսօրվա շրջանավարտների։ Ես երեք պիտի գնայի Երևան, բայց Գեղամիկը որացրեց մեր հանդեսն է, ես չկարողացա մերժել։ Ես ինչ եմ ցանկանում։ Երբեք չվախենաք դժվարություններից։ Պիտի պայքարեք։ Եվ ձեր բերեք խորը գիտելիքներ։ Միայն գիտելիքներով է, որ մենք կարողանալու ենք հաղթել։ Ես դա ներկայացնում եմ որպես ընդհանրական մեր իղձերը, ցանկությունները։ Մենք ոչ նավթ ունենք, ոչ գազ ունենք։ Մեր հարստությունը մեր արժեքներն են։ Իսկ այդ արժեքները կառուցված են 3 հինասյուների վրա։ Կրթություն, հավատ և պաշտպանություն։ Եվ եղեք մեր ազգային արժեքների կրողը, ամենահիմնականը։ Երբ որ խորանում ես հայոց պատմության մեջ, գրականություն, մշակույթ, ուղղակի զարմանում ես,
մի այսպիսի ազգ, որը ենթարկվել է բազմաթիվ հալածանքների, ցեղասպանության եւ ստեղծել է Արտանի ծավալներ մեր ծնողների համար եւ ուժեղ քաղաքացիներ մեր երկրի համար։ Շնորհակալություն այս ամենի համար։ Դա վերջը չէ, սա մեր մեծ կյանքի սկիզբն է։ Բարի եւ բոլորիս։ Ես ու Սիրուշը մենք ծաղիկները տանք երեխեքին Առաջ լնդոշ, որ պետք է նկարեմ ես պահը նկարում 10,000 ժամա ու տենց ես ընտորքից պետք է ուտեմ Դյան մի երկու խոսք ու տերս ծովում այրխեք մազերս է ոնց որ մեկը գզած խիսիրն է մազերըտ իսկ ուրիշ տորթը ես էլ եմ ուզում ինձ կպահես այդ տորթությունը քանի որ իմ հեռախոսը զայդկա չուներ դրել եմ զայդատկի Սիրուսիկ Արա ես եմ Բարև, չի մեծամ որո Այդ մի բանն է մեծամ Մի խոսքով լավ Ստեղ մեր երեխեքն են հավաքված Ստեղ ես եմ, բոմժի պես արդեն Հեռախոսը զայդկի Մի քիչ զայդկա լծվի Այդ այսօր գնալու ենք տժալու Չված ես որտեղ եմ գնալու 7000 Ապնագլաստիկ եմ գծելու Չէ, ոչ ես կարելի կադեմ Հələ մի հատ քեզով ասում Snapchat պահես Ուրեմն հարգելի Դիանա, Սոնա այսօր այն ամենը որ դուք քայլում եք դեպի նոր կյանք դուք ձեր կյանքի այս փուլը Փուլը, այո, փուլը Միջակից մինչև չափված միջակից ապրեցիք Տակերը խոսում պատրեցիք Այ չեմ կարա Ասես եմ լսելու Միայն կրթությունը, միայն պրոֆեսիան էքան կարևոր չէ, եթե արժանանալ երեցիկ պահտը Ես ուզում եմ տղաները, գեղամ չուն, հրա չուն Տղին գեղամ չուն չի կարել, ես ասած Գեղամը հրա չուն Սթրիքավատ են նմս տեսարանք, զվծրիկ դուք ձեր սթրիքներով Եկել ենք ժիգուլիով, եկել ենք եսի Արա, հոր ես արև, ես ինչ են վիճակը, խայտարակ եմ լռիվ Ես կեղի, ես ցեխերի, մեխերի մեջ Գյուղը և ես, իմ կրունքներով Իմ մոտ American, yeah, thank you so much, I'm American, like Քանի մարդը մեկի մեջ որ ասում է մենք Ամերիկայից ենք պլաստիկ կարտեր, մենք դրանցով ենք վճարում, ձեր մոտ էլ է, չէ՞ մենք միջև մարծաթով ենք անում։ Եկա ոսկա։ Մի խոսքով հասել ենք։ Ցեխերով բան, ասենք պետք է այդ հանք։ Ես իմ փլփլուն կլունկնելը։ Յան մանահայտին հետս վերցել եմ, որ իմ հետ խոսա։ Մի խոսքով երեխեք, հեսա գնում ենք Սիսյան տժանք, մինչև 11-ը, որ վաղ էշի պես ես նոր գնամ գործի։
Նորից։ Մի խոսքով, հա, պիտի գնամ քաղաք, որ գործեմ։ Բերի մաստոց։ Լավ, հիմա գնում ենք փոխվենք արի, չեմ կարել դերաներով գնամ ընդ դիսկոտեկա պարել։ Դիսկոտեկա չենք գնում, երեխեք, նորմալ ցիվիլ տեղ է։ Մի խոսքով։ Կալամ, բայց ծբխված եմ հետ գալու։ Մի խոսքով գնանք փոխվենք ու տենց։ Mercedes-ն է ուժեղ թե Opel-ը։ Mercedes-ը բաց։ Զին։ Խի Mercedes-ը։ Lucas։ Գնում ենք երեխեք։ Գնում ենք։ Japan, olor, molor, davine, asan, lor, Yeah, no. Արա, այս մի հատ բան եք դե 10 հոգով լցնել եք մեջը։ Ձյան դու էլ կային նկար եմ անեմ։ Բայ ես ախպեր։ Բայ ես։ Նկար եմ։ Հետո դուք եք։ Դի գնաք։ Անցել են մարգություն տարիներ գլորվեցին Իզուր եմ ես ավանդացել Իզուր եմ միշտ ես մտացել Ես եմ հոմիատը միշտ եղեք չնու արկում է Քանի որ այնտեղ շատ ցուրտ էր, մազերս էլ ոչինչ չի եղել, խափում են ինձ ասում են գույնը բան անել, խափելա։ Մի խոսքով եկել ենք չայ, կոֆե խմենք, որովհետև ցուրտ էր այնտեղ, հետո մինչև մի քիչ սենց մութը կընկնի, ավելի լավ օրը կլինի, նոր հետ կգնանք։ Մի խոսքով հիմա տեսնենք թե ինչ ենք խմում։ Ոնը դա չգիտեմ ինչ բանի է։ Երեխեք նիստ է։ Ոնը դա ալաբուլա է երևը։ Բյոնի հետևից հասապտել մեկ էլ դրանով ավյոնը մեծ է։ Նա։ Վարև։ Այդ ավյոնը հասապտել, հասապտում տենամել 500 Что всех тебе не видят, судьи Бог рассудит. Посмотри, сколько вокруг разбитых суд. Ты будешь тем, кто все поймет, ты меня не осудит, а я буду тот, кто тебя просто любит. Чужие сообщения, жарко и холодно. Я тебя ищу недоступен на другом конце провода. Ձյանը ստեղ իրա եվաս չեղացն է նայում, ձյանը ինչպես մի ժամ են նպիրել, երևիկ բա շատ սիրում ժամա, 10,000 ժամ ունի ձյանս աղջին, մեկ էլ ստեղ սենց խնամքի պարագաներ է, եկեք կփորձարկեմ նոր կասեմ լավնա թե չէ, ստեղ մի հատ բադիս բան ունենք, սպլեշ ունենք, լավնա հոտը, բայց քաղցրա, հետևը լուրեր են նայում շանտեղ չեն դնում ինձ, հետի հեչ,
Ու ստեղ ունենք մի հատ մի վարքյան, հեսսեն սեստամ, ունենք նայք shower gel, լոգանքի գել, այո, բո հոտով եմ բոլորն էլ, այս մյուսն էլ բանը, մարմնի լայցյոնը, լայցյոն, մի խոսքով, և ականջողներ, շոտ սիրուն են, բանջիկներ են, մի խոսքով, ու ձյանի ծաղիկներ էլ իստեղի, այս վաղթերը մենք ենք վերցրել ձյանի, այդպես։